Շնորհակալ եմ, իրականում կենթանաբանական այգում մեծ ծավալի աշխատանք է արվել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւ իհարկե ամբողջ անձնակազմին եւ կարծում եմ այս աշխատանքների շարունակականությունը պետք է ապահովենք այգու ընդլայնման մասով եւ միակ խնդիրը, որ դեռևս առկա է, դա այգու տարածքում գործող այդ սրճարաններին է վերաբերվում, որովհետև մեր այդ նախորդ մրցույթներով ոնց որ տենց լավ չլուծվեց, այնուամենայնիվ ինչ որ անընդհատ որոշակի դժգոհություններ լսում եմ այդ մասով, այսինքն հենց բուն կենթանաբանական այգու չգիտեմ վճարումները մյուսը բոլորը կանխիկ բոլոր տարբերակներով հնարավոր է, իսկ ինչ որ այդ սրճարաններում հələ որ տենց 90-ական 2000-ականների հոգեբանություն եմ զգում եւ սա նշանակում է որ էլի պետք է անդրադառնանք այդ հարցին, այդ մարդկանց եւ մի հատ էլ շատ կարեւոր արձանագրում անեմ սրա հետ կապված, իրականում այդ հնի մտածելակերպով անձինք, ովքեր որ նախկինում ինչ որ մի տրամաբանությամբ աշխատել են, իրանց շատ դժվար է տրանսֆորմացնել։ Իրանք իրանց դժվար է վերափոխվել, ճկուն լինել։ Իրանք մնում են այն տրամաբանության մեջ, որով որ աշխատել են։ Եվ իրականում մեր բոլոր տնտեսվարողները, լինեն այգու վարձակալներ, լինեն այս տեսակ սրճարանների աշխատացնողներ, իրանք կամ պետք է գիտակցեն, որ իրանք առաջին հերթին իրենց մտածելակերպը, իրենց մտածողությունը պետք է փոխվեն, համապատասխանեն այս դարին եւ այս դարի Երևան քաղաքի պահանջներին, կամ էլ պետքա գնան ուրիշ գործերով զբաղվեն, որովհետեւ տենց անընդհատ իհարկե ես վերջին 3-4 տարին շատ մեծ ժամանակ եմ հատկացրել այդ բոլոր տարբեր վարձակալների հետ տարատեսակ բանակցություններին եւ 90% դեպքերում փորձը ցույց է տալիս, որ հին տրամաբանությամբ աշխատած մարդիկ ուղղակի նոր տրամաբանությամբ չեն կարողանում լուծումներ տեսնել նույնիսկ։ Իրենց մոտավորապես այդ բանն են բուտկեն են պատկերացնում էլի 90-ականների ու այդ բուտկեն ոնց մի քիչ ավելի լավ աշխատացնել, այսինքն ավելի լայն չեն կարողանում տեսնել այդ իրանց բուտկի աշխարհից։ Հետևաբար սա տենց կոչ, հորդոր մեր տնտեսվարողներին, ովքեր որ նախկինից որոշակի ինչ-որ վարձակալական հիմունքներով տարբեր հատվածներում Երևան քաղաքի տարբեր առևտրային օբյեկտներ են աշխատացնում, հարգելիներս երևի թե ուղղակի ձեր այդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև հենց մենք վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում Երևան քաղաքի եւ երևանցիների մերօրյա պահանջներին։